Հələ բա Պղինձ է ինքը։ երկաթու փնջալ դեմս ինչ որ սուրա Ուրարտուի ժամանակաշրջանի ու մինչև հիմա այս սրությունը պահում Վազգեն առաջին ներատես է մեր կաթողիկոսը Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի բնակիչ Գևորգ Արզումանյանն է, պատմաբան է, մանկավարժ, ասում է շուրջ 200 տարի այստեղ միայն հայեր են ապրում, որոնց նախնիները եկել են Արևմտյան Հայաստանից, պատմում է Ուրարտական ժամանակաշրջանի թրի մասին, որը տարիներ առաջ հանել են Արաքսի խորքերից։ Ասենք Արաքսի մեջը, որ ալիքները խփում է, թոնիրներ առաջանում, փոստեղեր, այդտեղը մարդ կա, որ ասեն ձուկ բռնելու համար, թորը գցելը, այսի մխրշված է էլ է փոսի մեջ։ Գետաշենի գրանցված բնակչության թիվը 2680 է, փաստացի բնակվում են 1850-ը, անասնապահությամբ քչերն են զբաղվում, հիմնականում հող են մշակում, խնամում մրգաշատ այգիները։ Ծիրաննի, գինես գերասենի, սալոր, ծառներ են, ծառատեսակն է շատը, բանջարեղենը տենց հիմա արդեն ավելի քիչ է, այն ժամանակ ավելի շատ էր, հիմա ծառներն է հիմնականում։ Բնակավայրի վարչական ղեկավար Արկադիա Հովհաննիսյանի պնդմամբ ոռոգման ջրի խնդիր չունեն, հողագործները լավ բերք են ստանում, միայն թե այգիները զերծ մնան կարկտահարությունից եւ ցրտահարությունից։ Խաղողել ունենք շուրջ 75 խաղողի այգի ունեցողներ։ Ու այս տարի առատ բերքա մի քիչ ցրտահարություն է եղել, հիմնականը ծիրանն է դժվար ցրտահարությունից։ Մենք հիմնականում Արաքսից ենք ջուր վերցնում, ոռոգման խնդրեմ չկա։ Մինչև 1970-ական թվականները ըստ Գևորգ Արզումանյանի այս գյուղի բնակիչներն Արաքսի ջուրն են օգտագործել։ Նրա խոսքով խմելու ջրի խնդիր եւս չունեն, թեև մատակարարվում է ժամանակացույցով, ամբողջությամբ փոխվել է համակարգը։ Գետաշենցի երիտասարդների մեծ մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ, իսկ ովքեր ցանկանում են աշխատել շինարարության ոլորտում, գործ գտնում են հենց համայնքում։ Աշխատանքներ կան, էլի, այդպես մանկապարտեզներ, դպրոցներ, ջրագծեր են սարքում, հիմնականում ովքեր որ ուզում են տղանք են, էլի, հիմնականում աշխատում էլ չեն հասնում Երևան։ Անասնագլխաքանակը, ինչպես շատ այլ բնակավայրերում, այստեղ էլ նվազել է, պատճառները շատ են, արոտավայրերի պակաս, կաթի ցածր գին, ծախսերի եւ եկամտի անհամաչափություն։ Պատճառները հիմնականում, որ հողերը սեփական շնորհեցին, արոտների տարածքներ, մերը հիմնականում Արաքսի ափիներ վերցեցին։ Պատմաբան Գևորգ Արզումանյանն իր դիտարկումներն արեց նաև հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարի եւ հնարավոր ռիսկերի վերաբերյալ։ Ըստ նրա, սահմանամերձ գյուղերում կարծիքները կիսվում են, ինքն անձամբ դա ռիսկային է համարում, հաշվի առնելով 1990-ականների փորձը։ Ռիսկային է, կարելի է բացել, բայց որոշ անցումներով, ոչ թե ամենտեղ բացել, ոչ թե փշալարները վերացնել կամ ես չգիտեմ, ինչպես 91 թվականին վերացին մի մոմենտ Լևոնի ժամանակը միջեն ասում, ամբողջ կովերը անցկացնում են այն կողմ։ Մեր յուղում մի հատ կով կար, 10 անգամ գնաց եկավ, ծախեն։ Իդեպ, առանձին հիշատակման է արժանի այս գյուղի կրթօջախը, Գետաշենի ագրոէկո դպրոցն անցորդներին գրավում է բարենորոգ տեսքով եւ խնամված ծաղկաշատ տարածքով։ Այստեղ նաև ինտենսիվ այգի ունեն, դպրոցականները խնամում են պտղատու ծառեր, աճեցնում բանջարեղեն, սունկ եւ տարբեր տեսակի ծաղիկներ։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում, Պապոյան, Regions TV, Արմավիրի մարզ, գյուղ Գետաշեն։